հոդվածներով ինչով որ քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնազավթում, ծիծաղելի հոդվածներ, տվյալ դեպքում հաշվի առնելով անձանց, ժամանակացույց կտա։ Այսինքն պլանը գցեցին ընդդիմության գրպանը։ Դե այդ պլանը երեք որ հրապարակվել էր, պարզ էր, որ այդ պլանը գցվելու է ընդդիմության գրպանը, թե ինչ ֆորմատով այսօր արդեն երևաց։ Քննչական կոմիտեն նկարները հրապարակել զենք զինամթերքի որտեղից են դրանք Ես Սրբազանի տանը գտնվել եմ, որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ավելի ճիշտ մանրամասները ումն է, բայց այս պահին չասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը, որ տեսեք զենք զինամթեր, ծիծաղելի է այդ ամենը, էլի։ Պարոն Հարությունյան, անելու, ուր են տանելու, դատարան 24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Սրբազանին կալանավորել։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։